քեզ, Վարդ խնդրում եմ։ Վարդ աղաչում եմ քեզ, չանես բաբա, ես էլ միջև չեմ գալ, դե աղաչում եմ քեզ։ Վարդ աղաչում եմ քեզ, նման բան չանես, դու ես քայլով համին սկզբանես մամային, պապային, աղաչում եմ քեզ։ Ինքը քոնն է, վայելի։ Չէ, Վարդ, ինքը քեզ ասիրում, ինչեր ես խոսում, եթե դու նման բան անես, ես էլ կգցվեմ։ Չէ, թող ես կգցվեմ ու դուք իրարից ամուսնացեք ու իրար սիրեք ինչքան ուզում եք։ Վարդ, խնդրում եմ քեզ, նման բան։ Դու մտադիր չէիր ինքնասպան լինել։ Դա ընդամենը խաղ էր, թակարդ, որի մեջ հեշտության բնկա, ողջ կյանքում կեղծ ես եղել, ու դեռ ուզում ես քեզ ներեմ, երբեք։ Ուզում ես ամուսնուս քեզ նվանես, բայց ասեմ, չի ստացվի։ Գիտես, ամուսինդ քեզնից բարոյական է, իսկ երեխեքիդ հարցում բախտդ չափից շատ է բերել։ Ափսոս, որ դու ես նրանց մայրը։ Չես կարող այնքան ցինիկ լինել, որ ապրելով իմ տանը ինձ նման բաներ ասես։ Կարող եմ, որովհետև եթե քեզ մնար, դու ինձ ես տնից դուրս կշպրտեիր, իր շնորհիվ երեխաներիդ եմ այստեղ մնացել։ Վարդի բախտը շատ է բերել։ Դու նրան միշտ ամեն ինչ տվել ես ու շարունակում ես տալ։ Հետաքրքիր է, եթե այդ դժբախտ պատահարը չլիներ։ Էլի Վարդին կընտրեիր։ Ոչ կոռեկտ հարցեր ես տալիս, իսկ քնելու համար ես անհարմար մահճակալ եմ, կարող ես գնալ քեզ հատկացված սենյակ։ Վարդից ես վախենում։ Չէ, ես դաժե քեզնից չեմ վախենում։ Բայց մենք իրար օտար չենք, քեզ այնպես ես պահում, կարծես ոչ մի ճանապարհ իրար հետ չենք անցել։ Բայց ես կնոջս չեմ դավաճանում, այն էլ իրա քրոջ հետ։ Իսկ ինձ դավաճանեցիր, այն էլ քրոջս հետ։ Չէ։ Դու այն ժամանակ իմ կինը չէիր, բնականաբար Վարդն էլ իմ կնոջ քույրը չէր։ Ջան, ողջ։ Ասա նոնոֆար չէ։ Սրա համար իրեք էր օյնանդակ։ Կուզեի երկու քույր կողքիս լինեիք։ Ես այստեղ եմ, պապ ջան, հիմա կզանգեմ Վարդն էլ կգա։ Ուշ։ Պապ չեմ սիրում, որ տենց բաներ ես ասում, ավելի լավ է հիմա հաց կեր, լավ։ Ասա, որ քրոջդ ներելու ես։ Պապ, հիմա դրա մասին խոսելու ժամանակը չի, հետո կխոսան։ Դու ինձ միայն ասա, քրոջդ ներելու ես։ Հա, պապ, կներեմ, դու մենակ լավ եղի։ Եթե կներես, ես էլ սպասելու բան չունեմ։ Սպասելու բան չունեմ։ Պապ, ինձ անտեր չթողնես, լավ։ Վարդը քեզ համար լավ բժիշկներ կգտնի, քեզ կբուժեն, ես քո մասին հոգ կտանեմ։ Լսում ես ինձ, պապ, ամեն ինչ շատ լավ կլինի։ Դու մենակ ինձ մենակ չթողնես, պապ։ 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 Պապ, խոսա, պապ։
Սանդեր, մի թող պապ, մի թող ինձ Սանդեր, պապ, աղաչում քեզ։ Այս ամեն մի բույսի համար ես հոգ կտանեմ, անտեր չեմ թողնի, բայց ես անտեր եմ, որ փացա։ Ինձ մոռացար, բալիս։ Ինձ մոռացար, քույրիկ ջան։ Ես չեմ թողի, որ դու քեզ անտեր զգաս։ Չեմ ասում, որ խղճահարություն արթնացնեմ։ Բայց սա խղճահարություն չի, մանա ջան։ Ես քեզ համար միշտ էլ հակառակորդ կլինեմ։ Շատ բան ա փոխվել, մանո, շատ։ Դու նույնիսկ չես էլ կարող պատկերացնել ինչքան բան ա փոխվել։ Ես եմ փոխվել։ Ես արդեն շատ լավ հասկանում եմ կյանքում որն ա կարևորը, որն ա առաջնայինը։ Ուրախ եմ քեզ համար։ Իսկ ես ուրախ կլինեմ, որ դու չմերժես իմ առաջարկը ու հետս գաս քաղաք։ Չէ։ Ինչը չէ, եթե ասես չէ, ուրեմն կմտածեմ, որ ինչ չես ներել։ Հետո կարող ա գամ, բայց հիմա ուզում եմ գյուղում մնալ, ինչ-որ կերպ պապայի կարոտն եմ ուզում առնել։ Ներել եմ վարդ։ Ոնց եք։ Լավ ենք, բնականաբար ոչ յուրայի չափ լավ։ Երեխեն կմրսի, գնացեք մեքենա նստեք։ Ես եւ Դուք եւ Յուրին իրար շատ լավ հասկացել եք, ավելի լավ, քան Սպարտակն ու Էմկան։ Ռենա, խոսքերիդ հետևիր։ Էմիլիի մորաքրոջ մոտ ինչի ես վատ կարծիք թողնում։ Լավ տպավորությունը պետք չի փչացնել։ Հաջողություն։ ես չհասկացա Ռենայի բարկության պատճառը։ Միայն խանդից ելնելով կարելի էր այսպես խոսել, բայց դա էլ չի ծաղելի է։ Կներես Ռենայի պահվածքի համար ուղղակի Ամեն դեպքում լավ չստացվեց։ Ավելի լավ կլինի հասնես ու բացատրես, որ պատահական ենք հանդիպել։ բացատրություններ տալու տարիքից դուրս եմ եկել սիրելիս։